Նա հայտնվեց ոչ մի տեղից։ 1954 թվականի մի շոգ օր Տոկիոյի օդանավակայանում։ Ասում էր, Թաուրեդից է եկել գործուղման։ Երբ նրան հարցրին, թե որտեղ է գտնվում Թաուրեդը, նա առանց վարանելու ասաց. դա պետություն է հարավ-արևմտյան Եվրոպայում, որ 1000 տարվա պատմություն ունի։ Ցույց տվեց անձնագիրը դրոշով, վիզաներով, կնիկներով։ Երբ քարտեզ բերեցին, նա մատնացույց արեց այն վայրը, որտեղ Անդորրան է, բայց պնդեց. Անդորրա պետություն երբեք չի եղել։ Նրան ժամանակավորապես տեղավորեցին հյուրանոցում ստուգման համար։ Դռան առջև պահակներ կանգնեցրին։ Հաջորդ առավոտյան նա անհետացել էր։ Դուռը փակ էր, պատուհանները անշարժ էին, նույնիսկ նրա փաստաթղթերը չկային։ Այդ տարօրինակ մարդը եւ Թաուրեդը այլևս երբեք չհայտնվեցին։ Շատերի համար սա լեգենդ է, իսկ եթե զուգահեռ աշխարհներ այնուամենայնիվ կան,